Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Ես ինչպես միշտ աղոթում եմ ձեզ համար, որպեսզի ինչպես Աստված ինձ է օրհնում, այդպես էլ ձեզ օրհնի։ Դա իմ հավատն է եւ իմ նպատակը ձեզ համար։ Ես միշտ աղոթում եմ, որպեսզի դուք նույնպես իմ նման օրհնված լինեք եւ ավելի շատ ունենաք, քան ես ունեմ։ Եվ պարզ է, որ այդ օրհնությունն ուղղակի երկնքից չի գալու ձեզ մոտ։ Աստված հնարքներ չի անում։ Եվ ամենակարևորը, Աստված ուղղակի նվերներ չի անում։ Աստված գործում է մեր պատրաստվածությամբ, մեր ծրագրերով եւ ամենակարևորը, Աստծո կամքը կատարելու մեր ցանկությամբ։ Ես շատ հարազատներ ունեմ եւ վստահ եմ, որ դուք նույնպես գիտեք այդպիսի մարդկանց, ովքեր նույնիսկ Աստվածաշունչն անգիր գիտեն, նրանք Աստծո մասին տեղյակ են, բայց չեն փորձում կատարել նրա կամքը եւ ապրում են իրենց սեփական ցանկություններով եւ երազանքներով։ Նրանք ունեն իրենց կյանքը եւ իրենց սեփական կամքը, եւ բնական է, որ նրանք Աստծո հետ ոչ մի հարաբերություն էլ չունեն։ Եվ դուք նրանց համար ինչ կարող եք անել, բացի աղոթելուց։ Դուք չեք կարող նրանց փոխարեն հավատալ։ Նրանց փոխարեն ճիշտ գործել, Աստծո կամքը կատարել։ Աստված օգնության է հասնում միայն նրանց, ովքեր ծարավ ունեն, ծարավ Աստծուն ճանաչելու։ Եթե մենք ճիշտ բաներ ենք ցանկանում, Աստված օգնության է հասնում։ Եվ մեր ամենամեծ նպատակներից մեկն այն է, այն ինչի մասին մենք խոսում եւ սովորեցնում ենք, այնինչ Աստված է մեզանից սպասում, որպեսզի մենք նրան դիմենք, որպեսզի ապաշխարենք։ Թողնենք ամեն ինչ եւ դիմենք Աստծուն։ Հենց այդ ժամանակ Աստված սկսում է գործել մեր կյանքում։ Ինչու է այդպես լինում։ Որովհետև երբ մենք դիմում ենք արդարությանը, սկսում ենք ճիշտ ապրել, երբ նույնիսկ մեր ցանկությունները բարի են եւ Աստծո կամքով են, երբ մենք ցանկանում ենք նրա կամքը կատարել, այդ ժամանակ Աստված գալիս եւ օգնում է մեզ եւ կատարում է մեր ցանկությունները։ Երևի դուք արդեն շատ անգամ եք այս խոսքը կարդացել, չնայած այս խոսքն ամեն անգամ նոր կերպով է բացվում։ Սա Հիսուսի խոսքն էր, երբ նա իր աշակերտներին ասաց. ամենից առաջ փնտրեք Աստծո արքայությունը։ Ինչ է նշանակում ամենից առաջ փնտրել Աստծո արքայությունը։ Դա նշանակում է փնտրել այն, ինչ որ Աստված առաջարկում եւ խոստանում է։ Եվ ինչ է Աստված մեզ առաջարկում։ Աստված մեզ համար տվել է իր որդուն, որպեսզի մենք փրկվենք։ Եվ երբ մենք նույնիսկ սխալվում ենք, նա միշտ ցույց է տալիս մեզ ճիշտ ճանապարհը, բացատրում է։ Եվ երբ դուք գիտակցեք եւ հասկանաք, դուք հաստատ կլսեք եւ կկատարեք նրա կամքը, նրան դեմ չեք գնա։ Հենց այդպես է լինում, երբ մարդը փնտրում է, նա գտնում է հաստատ։ Դրա համար էլ Հիսուսն ասել է. Թակեք եւ կբացվի ձեզ, խնդրեք եւ կլինի ձեզ, կտրվի։ Փնտրեք եւ կգտնեք։ Ուրեմն Աստծուց ստանալու համար նրա խոստումները, առաջին հերթին, դա պետք է լինի ձեր ամենամեծ ցանկությունը։ Այսօր շատ մարդիկ Սուրբ Հոգուն չեն կարողանում ստանալ, որովհետև նրանց մտադրությունները եւ նպատակները լրիվ ուրիշն են։ Մարդիկ ուզում են Սուրբ Հոգուն, որպեսզի իրագործեն իրենց սեփական երազանքները։ Այլ խոսքերով, Սուրբ Հոգուն նրանք նրա համար են ուզում, որպեսզի Աստված իրենց երազանքները կատարի։
Այդպիսի մարդիկ ցանկանում են իրենց կամքը կատարել, եւ այդպիսով նրանք չեն ստանա Սուրբ Հոգուն, որովհետև Սուրբ Հոգին Աստված է մարդու ներսում։ Երբ մենք ստանում ենք Աստծո ներկայությունը մեր ներսում, մենք այդ հասկացողությունն ենք ստանում, ինչն է ճիշտ եւ ինչը սխալ։ Մենք գիտակցում ենք, որովհետև ունենք Քրիստոսի միտքը եւ արդեն ճիշտ որոշումներ ենք կայացնում։ Եվ ամեն ինչ այդպես է աշխատում, երբ մարդն ուզում է ստանալ Սուրբ Հոգուն, որպեսզի իր երազանքներին հասնի, կատարի իր ցանկությունները, այդ ժամանակ ոչ մի արդյունք չի լինի։ Դուք կարող եք ծոմ պահել, աղոթել, կարող եք զոհաբերություններ տալ եկեղեցում, ֆիզիկապես ասված, դուք պատրաստ եք ամեն ինչի, բայց ձեր երազանքը, դուք միևնույնը չեք զոհում ձեր երազանքը, ձեր սեփական կամքը, այդպես դուք երբեք չեք ստանա Սուրբ Հոգուն։ Ինչու՞։ Որովհետև դուք չեք ուզում ստանալ Սուրբ Հոգուն, որպեսզի նրա արքայությանը հնազանդվեք, որպեսզի խոնարհվեք նրա կամքի առաջ։ Դուք Սուրբ Հոգուն եք փնտրում, որպեսզի ձեր երազանքները կատարվեն։ Բայց Հիսուսն ասել է. ամենից առաջ փնտրեք Աստծո արքայությունը։ Եվ Աստծո արքայությունը հենց այն է, երբ Սուրբ Հոգին իջնում է մարդու վրա եւ առաջնորդում է նրա կյանքը։ Ճիշտ ճանապարհն է նրան ցույց տալիս։ Երբ դուք ստանում եք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին այնպես է անելու, այնպես է ուղղորդելու, որպեսզի դուք ոչ թե ձեր կամքը կատարեք, այլ Աստծո կամքը։ Եվ եթե նույնիսկ հետևեք ձեր կամքին, դուք տառապելու եք։ Եթե ձեր կամքը չհամապատասխանի Աստծո կամքի հետ, եւ եթե դուք ինչ-որ սխալ բան ցանկանաք, դրա հետևանքները վատն են լինելու, որովհետև Սուրբ Հոգին իջնում է մարդու վրա, որպեսզի առաջնորդի նրան, եւ որպեսզի մարդը ծառայի Աստծուն։ Սա այն է, ինչ որ մենք փորձում ենք ձեզ բացատրել ամեն օր։ Ամեն օր, երբ մենք փոխանցում ենք ձեզ այս խոսքը։ Մենք փորձում ենք ձեզ տալ այն ամենն, ինչ որ Աստված մեզ է տալիս, այդ հասկացողությունը եւ հավատը։ Ես ձեզ հետ իմ հավատով եմ կիսվում։ Կիսվում եմ այն ամենով, ինչ որ Աստված ինձ բացել է։ Եվ շատ պարզ է, որ ուղղակի գիտելիք ունենալով, ուղղակի իմանալով այդ ամենի մասին, ոչինչ չի փոխվի ձեր կյանքում։ Հարկավոր է իրականում ստանալ Սուրբ Հոգու մկրտությունը, որպեսզի դուք կարողանաք ձեր ամբողջ կյանքով Աստծուն ծառայել, որովհետև միայն նա է Տերը։ Իսկ մնացած բոլոր մարդիկ, բոլորը նրա ծառաներն են։ Եթե դուք արդեն ձեր կյանքով Աստծուն եք ծառայում, ուրեմն փառք Աստծուն։ Բայց եթե ոչ, իմացեք, որ անիմաստ է, եւ դուք փորձում եք ամբողջ աշխարհը գրավել։ Դուք մեծ հաջողությունների եք հասնում, բայց եթե կորցնեք ձեր հոգու փրկությունը, այդ ամենն անիմաստ կլինի։ Դուք կարող եք նկատել. Սողոմոն թագավոր ամենահարուստ եւ ամենաիմաստուն մարդն էր աշխարհում, ով երբևէ ապրել է։ Երբեք այդպիսի հարուստ եւ իմաստուն մարդ չի ապրել աշխարհում, ինչպիսին նա էր։ Եվ հենց Աստված է նրան այդպես բարձրացրել։ Որտեղ է հիմա նա։ Մենք կարող ենք հիմա հիշել նրա պատմությունը, բայց ուր է նա։ Նրա կյանքն արդեն ավարտվել է։ Եվ կյանքն այդպիսի բան է։ Մենք հենց այդպես ենք ապրում։ Ամեն ինչ անցնում է այս աշխարհում։ Այսօր մենք գիտենք նրա պատմությունը, բայց նա այլևս չի ապրում։ Թե նրա հարստությունը, թե նվաճումները, այդ ամենն անցյալում են մնացել։ Եվ ուղղակի մտածեք, ինչ եք անում այն ժամանակի հետ, որն Աստված ձեզ տալիս է այս երկրի վրա։ Դուք ապրում եք ձեր սեփական կյանքով,
Թե թույլ եք տալիս, որպեսզի Աստված առաջնորդի ձեզ։ Ինչ եք դուք ցանկանում Աստծուց։ Շատերն Աստծուն ասում են. Տեր Աստված, ես շատ թույլ մարդ եմ։ Իմ բնավորությունը շատ վատն է։ Ինչ որ ես փորձում եմ անել, ինձ մոտ չի ստացվում։ Իմ կյանքում ամեն ինչ վատ է ընթանում։ Իմ ընկերներ, Աստված այդ ամենը կարող է փոխել միայն այն ժամանակ, երբ նա ձեր կյանքում կլինի առաջին տեղում, եւ եթե նա կունենա այդ թույլատվությունը ձեր կողմից, որպեսզի կառավարի եւ առաջնորդի ձեր կյանքը։ Հենց դրա համար էլ Տեր Հիսուսն ասել է. ամենից առաջ փնտրեք Աստծո արքայությունը, ամենից առաջ փնտրեք հոգևորը, նրա կամքը։ Եվ երբ մարդիկ իրականում կցանկանան գտնել Աստծուն, գտնել նրա արքայությունը, նրանք ամեն ինչ կանեն դրա համար, առանց որևէ վայրկյան սպասելու, կթողնեն մեղքը, ծոմեր կպահեն, կաղոթեն, կներեն այն մարդկանց, ովքեր իրենց վիրավորել են։ Այդպիսի մարդիկ պետք է պատրաստ լինեն, որպեսզի հրաժարվեն իրենց ես-ից, իրենց սխալներից։ Հենց դրանով էլ նրանք ցույց կտան այն ցանկությունը, որն ունեն։ Որպեսզի մտնեն Աստծո արքայության մեջ։ Երբ Աստված կտեսնի, որ դուք իրապես պատրաստ եք մտնել նրա արքայության մեջ, որ դուք արդեն փոխվել եք, եւ ցույց եք տալիս նրան այդ ցանկությունը, հավատացեք, նա ինքը կբացի այդ դռները ձեր առաջ եւ կուղղորդի, որպեսզի մտնեք նրա արքայություն։ Ամեն ինչ հենց այդպես է գործում։ Ուրեմն, բավական չէ ուղղակի ցանկանալ Սուրբ Հոգուն։ Մտածեք, թե ինչի համար եք դուք ուզում Սուրբ Հոգուն։ Ո՞րն է ձեր նպատակը։ Դուք ուզում եք, որպեսզի այլ մարդկանց պատմեք, որ դուք նույնպես ունեք Սուրբ Հոգուն։ Դուք ուզում եք, որպեսզի Սուրբ Հոգին ուղղակի կատարի ձեր երազանքները։ Մտածեք եւ հասկացեք, թե ինչպիսին են ձեր մտադրությունները, որովհետև Սուրբ Հոգին նրա համար է, որպեսզի նրա միջոցով դուք հնազանդվեք եւ խոնարհվեք Աստծո կամքի առաջ եւ մտնեք նրա արքայության մեջ։ Շատ լավ իմ ընկերներ, կարծում եմ դուք ամեն ինչ հասկացաք։ Եթե դուք փորձում եք, պայքարում եք եւ ամենալավն եք անում, որպեսզի մտնեք Աստծո արքայության մեջ, որպեսզի ստանաք Սուրբ Հոգուն, վստահ եղեք, Աստված այնտեղ սպասում է ձեզ, եւ նա կմկրտի ձեզ իր Սուրբ Հոգով։ Յուրաքանչյուր պահին, ամեն ժամանակ, երբ դուք պատրաստ կլինեք եւ կլինեք աղոթքի մեջ, եւ երբ կստանաք Սուրբ Հոգուն, կունենաք Աստծո ներկայությունը ձեր ներսում, դուք կլինեք ամենաերջանիկ մարդն աշխարհում։ Ոչ ոք ձեզանից երջանիկ եւ ուրախ չի լինի։ Հասկացաք այս ամենը։ Ուրեմն, դեկտեմբերի 10-ից արդեն շուտով մեր եկեղեցում սկսվում է Դանիելի ծոմը։ Այդ ծոմը այս աշխարհի տեղեկատվությունից է։ Հետո մենք ավելի շատ կզրուցենք դրա մասին եւ կբացատրենք այդ ծոմի նշանակությունը։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Փառք Աստծուն։